Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագի նյուզի եթերում ըստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկ պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ ենք մեր հրավերին ընդունելու։ Պարոն Մկրտչյան, այսօր մայիսյան եռատոնի օրն է, որից ցավոք սրտի մենք զրկվել ենք, ինչ զգացողություններ ունեք այսօր առանց Շուշիի եւ առանց Արցախի։ Տարիներ շարունակ սկսած 1994 թվականի զինադադարից հետո մենք միշտ մեր հաղթանակները նշել ենք մայիս ամսին, մենք մեր տոները նշել ենք սեպտեմբերի 21-ին, մենք մեր տոնը նշել ենք հունվարի 28-ին եւ հպարտացել ենք, որ հաղթող երկիր ենք, հաղթող բանակ ունենք եւ այդպես էլ պիտի շարունակվի։ Բայց կատարվեց այն, ինչ կատարվեց։ Մենք ի դժբախտություն մեզ զիջեցինք մեր բոլոր ձեռքբերումները, զիջեցինք մեր ազատագրված հայրենիքը, տարածքները, հայրենիքի տարածքները, զիջեցինք Արցախը եւ այսօր ընդամենը մնացել է մի ինչ-որ մեջքը կոտրված, այնտեղ ցույց են տալիս, չգիտես ինչ է դա, պլաստմասի կտորի վրա, ինչ-որ մեջքը կոտրված մի քարտեզ, երկիր, որ ընդամենը լայնքին որ գցես, կարող է մի 40 կիլոմետր է, ինչ է լայնությունը, թշնամու համար, ինչ ասեմ, հրետանային կրակոցով մի ծայրից մյուսը հաստատ հասանելի է, էլ չեմ ասում ավելի բարձր զինատեսակներով, այսօր այսպիսի մի երկրում ենք մենք ապրում, այսպիսի մի դժբախտության առաջ ենք, ես կասեի կանգնած, ազգային դժբախտության առաջ են կանգնած։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ զգացողությունները անձամբ ինձ մոտ շատ վատն են։ Դրանից առավել վատ ես, չգիտեմ, չեմ պատկերացնում։ Ամեն անգամ եռաբլուր գնալուց մտորում ես, թե ինչու այդպես եղավ, ինչն էր պատճառը այսպիսի պարտության մատնվելը, բազմաթիվ հարցեր են առաջանում, որից ուղղակի գլխապտույտ ես ստանում, վատ ես զգում, չես իմանում ինչպես պատասխանել այդ հարցերին, ինչպես անել, ինչ անել, անվերջ շարան է, վատ զգացողության։ Ձեր գնահատմամբ ինչու մեր հանրությունն այդքան հեշտ համակերպեց սկզբում Շուշիի, ապա ամբողջ Արցախի կորստի հետ։ Ովքեր հանրությունը հանրություն ասելով ինչ նկատի ունեք, ժողովուրդը, երևի, ավելի լայն հասկացողությամբ, երևի։ Դե ժողովրդի ինչ-որ մասը, այո, բայց ոչ ամբողջովին։ Եթե հանրության մասին է, հանրության ինչ-որ շերտեր։ Դե երևի նրանց համար որևէ նշանակություն չունի ազգ, հայրենիք, պատվով ապրել, իրանց համար իրանց օրվա հացը լինի, իրանց բարեկեցությունը ապահովեն, ինչ կասեն տվյալ պահին իրենց իշխողները նրանց կամքը արտահայտեն, որ որևէ խնդիր չունենան եւ այդպես ապրեն, բայց մյուս մասը լրիվ այլ կերպ է սա ընդունում այս կատարվածը Մյուս մասը մենք հույսներս չենք կորցրել, որ
մենք նորից պիտի վերագտնենք մեր կորցրած հայրենիքի մի մասը ազատագրված, մենք որ նորից Արցախին պիտի տեր կանգնենք, որ նորից մեր թշնամին մեր անունը լսելուց վախով արտաբերի հայ անունը Էրմանի, ոնց որ ինքն էր ասում, ես շատ անգամ եմ, երբ որ առաջի պատերազմի ժամանակ մտել եմ իրենց ռադիո կապի մեջ, պատահաբար է եղել եւ նենց է եղել, ամեն անգամ Էրմանի գյալդի, Էրմանին սենց, զգում էիր, հպարտություն էինք զգում, որ նրանք ինչ վախով են մեր Էրմանի բառը ասում իրանց կլնի նորից կգանք նույն վիճակին, ես համոզված եմ, որ գալ ենք նույն վիճակին, սա արհեստականորեն ստեղծեցին, սա այս պայմանները, այս վիճակը, բայց երկար չի տևի, նորից կգանք։ Պարոն Մկրտչյան, ներկայումս այս իշխանությունը կարծես թե արժեզրկում է բանակը, դրա կարևորությունը, դերն ու նշանակությունը, մանավանդ այս ժամանակահատվածում, երբ ամեն պահի կարող են նոր պատերազմի սկիզբ դրվել, վտանգ կա։ Ինչի մասին է սա վկայում։ Բանակի արժեզրկումը ինչպես ասեմ, չգիտակցող ասեմ կամ չիմացող մարդու համար էլ պարզ է, որ ինչի համար է բանակը եւ եթե դու արժեզրկում ես, դա ինչ նպատակով ես անում։ Ով չգիտի տվյալ երկրի բանակը ինչի համար է։ Բոլորն էլ գիտեն, այն փոքր երեխան էլ որ դպրոց է գնում, որ հարցնես բանակն ինչի համար է, նա կասի իմ պաշտպանության համար։ Իսկ ավելի մեծ լայն բանով, երբ որ արդեն հասունանում է, նաև ասում է մեր ազգի, մեր հայրենիքի պաշտպանության համար։ Հիմա արժեզրկումն էլ նրա համար է, ով չի հասկանում, որ երկիրը անպաշտպանունակ թողնեն, որ ազգին սարքեն ինչ-որ մի հլու հնազանդ կամակատարներ, որ դուք թույլ եք, ձեզանից ուժեղները կան ու պետք է հպատակվեք նրանց, ոնց ասեն, ինչ կասեն, ինչ կտան ձեզ կամ չեն տա, այդ բոլորը պիտի ընդունեք ու ապրեք նրա թելադրանքով։ Այդ է նպատակը, որոշ մարդկանց համար դա կյանքի սկզբունք է դարել, մասնավորապես այսօրվա մեր իշխանությունների համար, որ նման ձևով ոնց իրենք մտածում են, նման ձևով էլ հրամցնեն ժողովրդին, ազգին։ Իսկ նրանք ովքեր այդպես չեն մտածում, իհարկե փորձում են խնդիրներ ստեղծել, փորձում են ճնշել, նրանց հետ ստիպել տարբեր առիթներով, տարբեր մոտեցումներով։ Դա է նպատակը։ Ինչու ազատամարտիկները, կամավորները պատշաճ կերպով չեն գնահատվում, ընդհակառակը շատ քրեական գործեր են հարուցվում, շատ զինվորականների, կամավորների նկատմամբ ինչ խնդիր է սրանով փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը։ Քրեական գործեր այդքան որ բան անում, ասենք, սարքում են, կարում են, ստեղծում են, պարզ է, որ մարդկանց մեկուսացնեն, Նրանք ովքեր որ այդ իմ ասացին, որ դուք նոր հարցը տվիք, չեն ենթարկվում, վերջնականապես չեն ուզում ենթարկվել, իհարկե փորձում են նրանց մեկուսացնել, փորձում են նրանց խեղճացնել, վերջը ապրում ենք, չէ, մարդիկ ապրում են, միջոցներ ունեն եւ այլն, զրկում են այդ միջոցներից, հնարավորություններից ապրուստի, որպեսզի մարդը արդեն չկարողանա ապրել, չկարողանա այլևս դիմագրավել եւ հլու հնազանդ կատարի այն, ինչ որ իրանք են պահանջում ըստ իրենց, ճշտով, ըստ իրենց, Այդ է նպատակը, որ մարդկանց կարողանան ամեն ձևով ճնշել։ Ճնշման միջոց է, ուրիշ բան չկա։ Ճնշեն, որ եթե չես ենթարկվում, ուրեմն մենք քո հետ sense կվերաբերում ենք։ Տես, այդ ամբողջ նպատակը դա է։ Այսինքն ազատամարտիկներին ճնշելու, այսպես լրացնելու փորձերը Ադրբեջանի պահանջները կատարելու համար են։
Այսինքն որ չըմբոստանան այդ մարդիկ։ Դե թշնամին միշտ էլ թշնամի է մնում, իհարկե նա չի ուզում որ իր դեմ դիմադրություն ունենա իր նպատակներն իրագործելու համար։ Իսկ իր նպատակները այսօրվա դրանց, հա, ով չգիտի։ Ասում են դուք ասք չեք, դուք երկիր չունեք, սա մերն է։ Եթե ուզում եք ապրել, ուրեմն պիտի հպատակվեք մեզ։ Հա։ Սա է, պարզ ասած, եւ նրանք չեն էլ թաքցնում, բացիաբաց ամենավերին մակարդակներով ասում են, հոխորտում են, որ սենց է, մենք ձեր մասին էս կարծիքի ենք եւ դուք էլ պիտի անեք այն ինչ որ մենք ենք ասում, հա, իսկ այդ ինչ միջոցով անեն, իհարկե իշխանությունների վրա ազդելով, իշխանություններին արդեն բերել են նման կարգավիճակի, հասցրել են, կամ էլ համագործակցում են նրանց հետ, կարելի ասել, հա, հիմա մնում է հասարակ ժողովրդին, ասենք, վերջը, ինչու միայն ազատամարտիկներին, այն մարդիկ, որոնք ունեն ազգային հպարտություն, որոնք իրենց հայրենիքը ունեն, որոնք իրենց ազգի պատմությունը գիտեն, բոլոր նրանց անխտիր կապ չունի, ազատամարտիկ ես, թե բանվոր ես կամ գյուղացի ես կամ ինտելիգենտ ես, որևէ նշանակություն չունի թշնամու համար, բոլոր նրանք, ովքեր որ իր սրտովը չեն ենթարկվելու, պիտի նման ձևով նրանց ճնշեն։ Ճնշելու գործիքն էլ մեր սեփական իշխանությունն է դարել մեր դեմ։ Սասուն Միքայելյանը ասում է, որ Շուշի ազատագրումը իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է եղել, որքանով է նրա այս հայտարարությունը ձեզ համար արժանահավատ, երբ դա ասում է մի մարդ, ով 2018 թվականին ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան շարժումը։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանել, էլի արդեն մի քանի անգամ ինչ որ պետք է ես ասել եմ։ Թողնենք չստացվի, որ ինչ որ ես ուզում եմ անպայման իր ասածները ինչ որ վերլուծել, իրան հակադարձել, իրան ինչ որ ձևով իր հետ վեճի մեջ մտնել կամ կոնֆլիկտ ստեղծել, բառացի ես չեմ ուզում էլ բացարձակ դա չի ասեմ, մի ուրիշ բան էլ ասել, այն լրագրող աղջկան, էլ աղջիկ երեխեք են, քո թորան տարիքի են, էլ ինչ է ստենց, երբ որ մի քիչ պնդում են իրենց հարցերի վրա, սկսում ես հոխորտալ այդ երեխեքի վրա, նորից են, քո թորան տարիքի երեխեք են, հարցնում են պատասխանի, չես ուզում պատասխանես ձեն մի անի, ինչ է նշանակում, ախր չի լմ էլի, արի միասին Շուշի գնանք, այդ ինչ արտահայտություն է, ինչ նկատի ունի դրա տակը, Շուշիում փախնով է Շուշիից, ուր ես Շուշիի անուն, ես ընդեղ վիրավորվել եմ, հետո, բա հիմա ինչ վիճակ է, ուր է այդ Շուշին, ուր է քո այդ վիրավորվածության, ինչի համար ես վիրավորվել, ես չեմ ուզում, բայց այնուամենայնիվ, որպես զինվորական կամ ինչպես ինքն է նշում, դուք նշում եք վիրավորվել է պատերազմում, որքանով է նորմալ նման արտահայտություն անելը, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան շարժումը։ Գիտեք ինչ, արեք ազատամարտիկների մասին ես ձեզ մի քիչ թեմայից շեղվենք, հետո կվերադառնանք, հա։ Այսպիսի մի բան, էլի։ Ազատամարտիկ հասկացողությունը, հա։ Դա լայն հասկացողություն է։ Պետությունը այն ժամանակվա մեր իշխանությունները 94 թվականից արդեն երբ որ զինադադար էր կնքվել, որպեսզի տարանջատի, ասենք, ինչ որ ձևով հայրենիքի ծառայության մատուցածներին, կատեգորիաներ ինչ որ ձևով հիմնի, դնի, ինքը որոշեց, որ պիտի, ասենք, ազատամարտիկները չափանիշներ սահմանեց, դա ասում եմ 94 թվականի սկսած, չափանիշներ սահմանեց, որ դու եթե այդ չափանիշները լրացրել ես, ուրեմն դու մարտական գործողությունների մասնակից ես, այսինքն ազատամարտիկ ես, այսպես ասենք, մարտական գործողությունների մասնակից, ազատամարտիկ, որ ասում ենք, մենք հասկանում ենք դա, ոչ թե խառատի, ասենք, դասգահի առաջ կանգնած մարդու, այլ
մարտական գործողությունների մասնակից։ Նա արդեն ազատամարտիկ է։ Հիմա իսկ ովքեր պիտի լինեին մարտական գործողությունների մասնակից։ Հստակ այն ժամանակ 94 թվականին սպառապետի կողմից դրվեց չափանիշը։ Մարտական գործողությունների վայրում գտնվող անձը ոչ պակաս ամբողջ 90-ից մինչև 94 թվականի ընթացքում ոչ պակաս 6 ամիս ժամկետով։ Այսինքն 170 օր տվյալ անձը պիտի ապացուցի, որ ինքը գտնվել է մարտական գործողությունների շրջանում եւ նա ստանում է արդեն մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ։ Իսկ ինչպես ասենք իմանալ, թե այդ տվյալ անձը ինչպես է գտնվել, ասենք մի օր, երկու օր, մի ամիս կամ եւ ավել վերջը մարտական գործողությունների շրջանում։ Այն ժամանակ սենց էր, որ ասենք եթե գնում ես մարտական գործողությունների ջոկատի կազմում կամ զորամասի կազմում, քեզ գործողում են գործողում են կազմակերպում, գրում, որ այս ինչան էս ինչը, ուրեմն ստանում է զենք, զինամթերք, պարեն, հանդերձանք եւ այլն, ինչ որ պետք է մարտական գործողությունների համար եւ նրան գործուղել այս ինչ շրջան, ասենք, մարտական գործողությունների վայր։ Հետո երբ որ վերադառնում էր, Աստված տալիս, եթե վերադառնում էր, այդ նույն հրաման տվողը, ասենք, դա լինում էր թե ջոկատի հրամանատարը կամ զորամասում, արդեն զորամասի տվյալ հրամանատարը հրամայում էր կասեցնել մարտական գործողությունների վայրում գտնվելու ժամկետը։ Այնտեղից արդեն գրված, այս ինչ օրը գնացել է, այս ինչ օրը վերադարձել է։ Եվ այդ թղթերը պահպանվում էին, ասենք ջոկատների դեպքում հիմնականում պահպանվում էր ՊՆ-ի արխիվներում, քանի որ դրանք մարդ են զենք են ստանում, չէ, զենք են ստանում, գնում են զինամթերք են ստանում, դրանք պետք է իմանան, որ այս մարդիկ զենքով, զինամթերքով գնացել են, այսինքն զինված են, հա։ Իսկ զորամասերում դա պահպանվում էր զորամասերի արխիվում, զորամասի գործավարության սենյակում եւ այլն, հա։ Եվ այդ ձևով հիմա երբ որ այն ժամանակ Վազգեն Սարգսյանը արդեն ցանկացավ, որ մարտական գործողությունների մասնակցին տարբերել մյուս բաներից, այսինքն տալ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ, հրամայեց, որ հանեն բոլոր այդ ջոկատներում կռվածներին, զորամասերում, հանեն, դնեն, նայեն, գումարեն այդ ինչքան որ եղել են 94 թվականին արդեն զինադադար էր կնքված։ Գումարեն այդ օրերի քանակը եւ ովքեր որ 170 օրը լրացնում են, այսինքն 6 ամսյա ժամկետը, իրանք ստանում են մարտական գործողությունների մասնակցի վկայական եւ ինչ որ արտոնություններից պետությունը որ ուներ կամ պիտի սահմաներ կարող են օգտվել եւ նրանք արդեն կոչվում են մարտական գործողությունների մասնակից։ Խնդրեմ ձեզ որպես օրինակ այն ժամանակվա իմ ստացած մարտական գործողությունների մասնակցի վկայականը 94 թվական գրված է, համարը 0645, հա, եւ գրված է, ինչ որ գրված է սա։ Սա այն ժամանակ 94 թվականի դեկտեմբերին երևի ինչքան հիշում եմ, ես իմ ընկերները, մեր սպաները, ովքեր որ մասնակից էինք, ովքեր մենք ստացանք այդ վկայականը եւ դրանով մենք իրավունք ունենք, մենք օգտվում ենք, ասենք ինչ որ պետության սահման, ասենք բուժ սպասարկումն է, չգիտեմ, ինչ որ կա, այդքան շատ բան չկա, բայց դե ինչ որ կա եւ հպարտանում ենք, որ մենք մարտական չափանիշներով, պետական չափանիշներով սահմանված մարտական գործողությունների մասնակից ենք։ Ու հետագայում էսի Սեյրան Օհանյանի ժամանակ մի քիչ վերանայեցին նաեւ այդ 170 օրը սարքեցին 90 օր կիսեցին ինչի համար դա էլ ասեմ, հա, ուրեմն երամսյա հավաքները այն ժամանակ երամսյա հավաքներ գոյություն ունեին, որ տանում էին, ասենք կոնկրետ մեր բանակը նոր էր կազմավորվում, ասենք մենք մասնագետներ չունեինք, օրինակի համար հրետանավոր չունեինք, ասենք հրետանուց կրակող, տանկիչ չունեինք,
տանկի դենտեղ ասենք մեխանիկ վարորդ է, տանկի հրամանատար է, տանկի կրակողն է, նավոճիկն է, վերջը շատ ու շատ զինվորական մասնագիտություններ, ասենք ականազերծողը, սապյո, վերջը շատ ու շատ զինվորական, մենակ ավտոմատից կրակելը չի, զինվորական գիտություն է, չէ, զինվորական մասնագիտությունը դա գիտություն է, չունեինք, հիմա այն ժամանակ կազմակերպում էր երամսի հավաքներ, որպեսզի այդ երամսի հավաքներից հավաքում էին, ասենք, այսօրվա վիճակով զորամաս է կազմավորվում, այդ զորամասին հարկավոր է այսքան սապյոր, այսքան, ասենք, տանկիստ, տանկի մեխանիկ վարորդ, տանկի հրամանատար, հրետանավոր, դրանք բոլորը արդեն զինկոմիսարիատները հավաքում էին, ասենք, կոմպլեկտավորում էին այդ մարդկանց, կանչում էին, վերջ ուղարկում են տվյալ զորամաս, մի փոքր վերապատրաստում են ասնում ու ուղարկում են ճակատ, հա։ Եվ դրանք երամսի պարտադիր էր դա, ումը որ կանչում էին, երամսի հավաքներ էին դրանք, հա, կոչվում, գնում են, այսինքն մասնագետների, բացի կամավորներից, հավաքում են նաև մասնագետների, զինվորական մասնագետների, որպեսզի նրանք տեխնիկան հիմնականում, զինվորական տեխնիկան տարբեր տեսակի կարողանան շահագործել, որպեսզի ասենք հետևակայինը կարողանա կռիվ անել, հա։ Դե պատերազմը ասենք ավարտվեց, հիմա տրված էր 170 օր, չէ, ես սկզբից ասի, որ պիտի լրացներ այդ բանը։ Հետո դիմեցին տվյալ այդ հավաքների մասնակիցները Վազգեն Սարգսյանին, ասին, մենք էլ ենք, էլի, մեզ կանչել եք, եկել ենք, ճիշտ է, կամավոր չենք, բայց ամենայն դեպս կռվել ենք, երամսի հավաքում մեր խնդիրը կատարել ենք, ինչու մենք ասենք չոք պատերազմի մասնակից չենք, դա ինչ որտեղ ոնց որ անարդարություն լինի, ու երկար քննարկումներից հետո որոշեցին այդ շեմը իջացնել, այդ 170 օրից հետո իջացնել սարքել 90 օր, որպեսզի այդ երամսի հավաքում ներգրավվածները նույնպես լինեն պատերազմի մարտական գործողությունների մասնակից։ Այդտենց այդ 90 օրի գաղափարից ելնելով արեցին նորը, սա էլ արդեն Օհանյան Սեյրանի ղեկավարած միջգերած նույն վկայականն է, որևէ տարբերություն չկա, ուղղակի արդեն նրանք, որոնք ունեին պարզ այդ 170 եւ ավելի օրերը, նրանց համար որևէ խնդիր չէր, իսկ նրանք, որոնք ասենք մինչեւ 90 երամսի հավաքին էին, բան նրանք էլ ստացան այսպիսի պատերազմի մասնակցի վկայականներ։ Սա է իրական պատերազմի մասնակցի կարգավիճակը։ Հիմա ես որ հանդիպում եմ, որ ասում են մենք էլ ենք կռվող, մենք էլ ենք էս արել, այն արել, սենց արել, նենց արել, ես չեմ ուզում վիճել այդ մարդկանց հետ կամ բան անել, բայց ինձ համար արդեն պարզ է դառնում, որ շատ ու շատ մարդիկ նման կարգավիճակ չունեն, նման կարգավիճակ նրանք երբևիցե չեն լրացրել, հնարավոր է ինչ-որ ժամանակ եղել են, ինչ-որ ժամանակ մի օրով, երկու օրով կամ թեկուզ մի ամսով ինչ-որ տեղ գնացել են, ժամանակ անց է, փոխվել է ամեն ինչ, եւ նրանք այժմ ներկայանում են պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, ինչի համար եմ սա ասում, որովհետեւ իսկական ազատամարտիկը, նա ով կռվի բովով անցել է, թեկուզ այդ 90 օրը, նա գիտի թե ինչ բան է, թշնամին, ինչ է պատերազմը, ինչպես են հայրենիքը պաշտպանում, նա ընկերների մահը տեսել, նա վիրավորվել է, նա վերջը, այդ բոլոր զրկանքները, ինչ որ պատերազմի ժամանակ է լինում, նա տեսել է, եւ չի թվում, որ նման այդ անցած, այդ ուղին անցած մարդը, տղեն, այսօր կարողանա հենց նենց թեթևակի ասի, մերը չէր, Արցախը մերը չէր, հասկանում եք, նման արտահայտություն անողը, ես չեմ ու ինքը ասում է, ես էլ եմ կռվել, արդեն էդ է, խիստ կասկածելի, որ ես չեմ հավատում, որ իսկական կռված տղեն, այդպես թեթևությամբ ասի մերը չէր, բա դու ինչ էիր անում ընդեղ, զոռով էին տարել, հա, քեզ, դասալքել ես, ինչ ես արել, ընդհանրապես, եթե դու կռված ես, եթե դու բան ես, ինչ գործ ունեիր ընդեղ, ոնց մերը չէր, բա ինչ հավատով ես դու եկել ընդեղ, թշնամու դեմ, որ ամեն րոպե կարող է քեզ սպանի, քոնը չէր, ազատամարտիկ ես, քոնը չէր, ինչու ես գնացել, ինչ, ստիպելով են, հա, տարել, հետևից
չգիտեմ, ընդ առաջ կոչվում են այն պատերազմի ժամանակ մեծ պատերազմի հայրենական Զագրատ ատրիադի, որ հետևից NKVD-ի զորքեր էին, ով փախներ գնդակահար էին, հա, այդ ձևի բաները, չի էլ նման բան։ Չի էլ կանչել են, եկել ես, գնացել ես, քո պարտքը կատարել ես հայրենիքի հանդեպ, քո ազգի հանդեպ, եկել ես ու հավատացած ես, որ սա մեր հողն է, այս երկիրը մերն է, Արցախը մերն է։ Այդ ոնց հիմա այդպես մի անգամից քո մոտ փոխվեց։ Ես չեմ ան։ Այդ դրա համար, վայ դուք ես ոչ միայն ձեզ, այլ բոլոր լրագրողներին կասեմ, այս վիճակին, այս մոմենտներին ուշադրություն դարձրեք։ Փորձեք մի հատ հասկանալ, փորձեք պահանջել, ասել, լավ, որ դու ազատամարտիկ ես, ինչ կարգավիճակով, ոնց, դու արդյոք պետական կարգավիճակ, որ դու այդպես խոսում ես։ Ունես այդ կարգավիճակը, պետական կարգավիճակը։ Չէ, բոլորն են, ես ազատամարտիկ եմ, ես եմ, ես եմ։ Կասկածում եք Սասուն Միքայելյանի ազատամարտիկ լինելու կամ կռվելու հանգամանքի վրա։ Գիտեք ինչ, կասկածել իր վերաբերմունքից, իր այդ նորից էլ հանդրադառնում եք դրան, ես չեմ ուզում էլ այդքան բան անել։ Համենայն դեպս, եթե իսկական ազատամարտիկը նման խոսքեր, նման վերաբերմունք իր երկրի հանդեպ, իր ազատագրած հողի հանդեպ չպետք է անի։ Հիմա չգիտեմ, ինքը միգուցե բացառություն է, դա ինքը գիտի իր խիղճը։ Թող ինքը իրան հաշիվ տա, չգիտեմ, արեք իրանն այլևս, հա, թող գնա ինքը իր ձևով ապրի, ինքը ավելի շատ քաղաքական անձնավորություն է, հա, քան թե զինվորական, հա, թող իր մտածին նենց, գործին նենց, ոնց որ իր քաղաքական պետերն են ասում, չգիտեմ, իր քաղաքական տերերը, իր քաղաքական վերջը տնօրինողները, իր հայացքների, ոնց պահանջում են իր գործնա թողանի, այդ էլ ժամանակը գգա ամեն ինչ էլ իր տեղը գնգնի ու կտեսնենք ով է, ոնց է։ Պարոն Մկրտչյան, ինչպես եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան շարժումը չպետք է շարունակել, քանի որ դա կարող է կործանարար լինել։ Իր համար միգուցե ինքը ճիշտ է, իր համար, միգուցե ինքը ում համար կործանարար։ Մենք հիմա երկիրն են կործանում է, այդի կործանարար չի, իր համար միգուցե կործանարար է, Արցախյան, ինքը սարսափում է դրանից։ Չնայած շատ զարմանալի, ինքը 7 տարի առաջ կամ իր ամբողջ կյանքում իրան լրիվ ուրիշ ձևով է դրսևորե, ոնց որ չգիտեմ, մարդ, որ ուրիշ բաներ է խոսացել լրիվ, դավաճանությունը համարե Արցախից թեկուզ մի թիզ հող մեր ազատագրված տարածքներից զիջելը, ես լսել եմ իր այդ ձայնագրությունները, մեկ տալիս են, YouTube-ում կա, հա, ու մեկ էլ մի անգամից շուռ եկավ, դառավ պաշտոնյա ու ամեն ինչը դրանց դրեց մի կողմ, պաշտոնն այդքան թանկ է, այդքան քաղցր է։ Ինչ էր, քո կյանքի նպատակն ասենք դառնալ հետի ու փոխել վերաբերմունքը հայրենիքիդ ու ազգիդ հանդեպ։ Ու ինքը տենց է մտածում, ինչ ասեմ, դժբախտաբար, դա մեր դժբախտությունն է, որ այսօր մենք եկել ենք այս վիճակին։ Եվ ամփոփելով մեր զրույցը, հավատում եք, որ օրերից մի օր Շուշին կրկին կազատագրվի եւ այնտեղ մեկընդմիշտ հայոց եռագույնը կծածանվի։ Ոչ միայն Շուշին, իսկ ինչու միայն Շուշին։ Ես ասի, չէ, մենք ազատագրված տարածքներ ունեինք, մենք հասել էինք մինչև Հորադիս, որպեսզի օրինակ բերեմ այդ Հորադիսը, մոտավորապես, ասենք, Կապանից 170-180 կիլոմետր հեռու է Հորադիսը, պատկերացրեցիք, չգիտեմ, ով որ լսում է պատկերացում չունի, ես ասեմ, հա, Հորադիս, ընդեղ գալիս էր Ակնան, Աղդամը, Աղդամի մեջ խորացել էինք մոտ 30 կիլոմետր, Ակնայի այդ տարածքների մեջ մոտ 30 կիլոմետր խորացել էինք, հենց նույն Աղդամ քաղաքի շրջակայքով ամբողջովին,
դեղից հետո Մարտակերտով գալիս էր Մռովի լեռնաշղթան, ճիշտ է Շահումյանը կորցրին, բայց Թալիշով Մռովի լեռնաշղթան, հետո Օմարի լեռնանցք, Օմարի գագաթով եւ այլն գնում հասնում էր մինչև Սևանի ափեր։ Այդ բոլոր տարածքները այն ժամանակ մերն էր, մենք ազատագրել էինք։ Հա։ Եվ առավել եւս դեռ հեռու էլ պիտի։ Մենք բարձր ավելի նպատակներ ունեինք։ Այն ժամանակվա պատմությունն ասեմ, մոտավորապես չէ, այսպես էր։ Մինչև զինադադարի պահն եմ ասում։ Մեր հրետանին, մեր գրադները, այն ժամանակ գրադները ամենահզոր հրետանային ռեակտիվ միջոցներն էին այդ ժամանակվա պատերազմի համար։ Հիմա արդեն ուրիշ են, հիմա մի քանի անգամ համ այդ ռեակտիվ բաները, զենքերը համ իրենց տրամաչափով մեծացան, համ իրենց հեռավորությունով։ Ասեն գրադը 21, գրադ 21 էր կոչվում, այսինքն իրանք 21 կիլոմետր հեռավորության վրա կարող էին խփել, էլի, մինչև 21 կիլոմետր, հա։ Մենք արդեն 94 թվականի գարնանը, երբ որ թուրքերը մի քանի փորձեր արեցին, որ Քյալբաջարի շրջանը հետ գրավեն չկարողացան, մենք արդեն ամրապնդվեցինք այդ բարձունքների վրա, հա, մեր գրադները տեղակայվեցին մեր հրետանին, եւ հիմնականում գրադները տեղակայվեցին այն բարձունքների վրա մեր թիկունքում, որից արդեն հաշվարկը Կիրովաբադ քաղաքը, որ իրանց Կիրովաբադ երկրորդ քաղաքն էր, Գանձակը մեր, Կիրովաբադ, հիմա չգիտեմ ոնց է Գյանջա են ասում, այդ քաղաքը օդային տարածքով մեր մոտից, մեր գրադներից մինչև քաղաքի կենտրոնական արդեն մասեր ընդամենը 18 կիլոմետր էր օդային տարածքով, այսինքն մեր գրադների համար լրիվ հասանելի էր արդեն, հա, եւ նպատակն այդ էր, որ շարունակել մարտական գործողությունները, հարձակումը շարունակել եւ ընդཐུպ հասնել Կիրովաբադի գրավում, Մինգիչաուրի այդ ջրամբարի մոտ էր, այդ կողմ մինչև Քուր գետը, հա, Արաքսին հասել ենք, մնում էր Քուրը, հա։ Բայց հետո ինչ-որ ինչ, չգիտեմ, մեր վերնախավը, ասի, մեր վերին վերադաս հրամանատարությունը, վերջը քաղաքական եւ ռազմական, որոշեցին, որ այդքանով պիտի սահմանափակվենք, դե իրանցն է որոշումը, հիմա մենք ուրիշ ձևով ենք մտածում, բայց նրանք ավելի շատ տեղեկություններ ունեն, նրանք ավելի լավ են տեսնում, թե իրոք կարող են, չեն կարող եւ այլն, գցին բռնեցին, որ բավարարվենք սրանով, վերջ։ Ընդ որում արդեն ռուսների կողմից են միջնորդություններ, որ պիտի զինադադար կնքեք, երևի ինչ-որ տեղ էլ կար ռուսների ճնշումը, որ բավարարվեք, այն ինչ-որ կա, հա։ Եվ բավարարվեցինք դրանով, հա։ Ասածս ինչ է, որ ժամանակն էր այդպիսին, որ ես չեմ կարող ասել ինչ հաջողություն կլիներ այն ժամանակ, եթե շարունակվեր այդ հարձակումը, թե չէ, բայց մտադրություն որ կար, դա կար, իսկ մտադրություն նրանից էր, որ մոտավորապես գոնե 50-50-ի վրա մտածում ես, որ դու կանես, հա, եթե դրանից պակաս լինի, արդեն պարզ է, մտածում ես չես անի։ Հիմա սպասենք լավ ժամանակների, սպասենք այնպիսի ժամանակների, որ սպասել այդքան էլ երկար չէ, այս իշխանության նորոգ դա իհարկե չի լինի, մինչև սրանցից ազատվելը, տեսնենք, ոնց պիտի անենք, նոր ղեկավարություն գա, նոր ձևով մտածեն, նոր միջոցներ կիրառեն, նոր դաշնակիցներ, վերջը, այդ պիտի անվերջ պայքարի միջոցով լինի, համակերպել փաստի հետ, այսօր ինչ-որ մեր թշնամին ասում, տենց ասում, համակերպեք դուք, սա է ձերելը, որ թողում եմ ես կանել, գոհել եք ինձանից, ես առավելն եմ ասում, բայց հլը որ սրանով բանեք, նույնը սրանք են, մեր իշխանություններն են ասում, բայց դե չէ, համակերպել չպիտի լինի, պայքար պիտի լինի, պայքարը կլինի ու մենք դեռ մեր ժողովուրդը շատ բան ասելու, մենք դեռ շատ իրենց հետ խոսելու բան ունենք, այս անգամ էլ իրանք, մեկ կարելի ասել, չնայած այս վերջի մեկը իրանց ավելի մեկ պլյուսով կարելի ասել, իրանք մեզ ավելի շատ վնաս տվեց, շատ ավելի վնաս տվեցին, այդքանը։
Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ազատամարտիկ պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը։ Կհանդիպենք։